Պատմությունը նենց չի ոնց գրված է գրքերում։ Դա գրվել է հաղթողների կողմից, իսկ ովքեր են հաղթողները։ Այն, ինչը մեզ ներկայացրել են իբրև հաստ, հաճախ, համաձայնեցված ու հաստատված տարբերակն է մշակված քաղաքական նպատակներով։ Քեզ չեն սովորացրել անցյալը, քեզ սովորացրել են այն, ինչը պետք է որ դու իմանաս։ Իմ քաղաքակրթությունների մեծ մասը հիմնականում ներկայացվում է որպես վայրենի, հետամնաց, ցածր մակարդակի ժողովուրդների, որոնք իբր թե ոչինչ չեն կարողացել ստեղծել առանց զարգացած երկրների օգնության շնորհիվ։ Մենք սովորում ենք միայն հաղթանակների մասին։ Ղեկավարները, որոնք այսօր համարվում են հերոսներ, իրականում եղել են շարքային բռնապետեր։ Օրինակ, միջնադարում գրեթե ամբողջ պատմագրությունը վերահսկվում էր եկեղեցու կողմից։ Գրված էր մենակ այն, ինչը համապատասխանում էր դոգմային, իսկ ով գրել էր հակառակը, այրվել էր խարույկի վրա։ Երբ պետությունը ստեղծում է ազգային հերոս, հաճախ իրականության մեջ այդպես չի։ Ամեն մի իշխանություն ձևավորում է պատմությունը ըստ իր շահերի։ Նույն փաստերը մեկ իշխանության օրոք հերոսություն են, մյուսի օրոք դավաճանություն։ Եվ քանի որ մենք ընդունում ենք պատմությունը որպես սրբազան ճշմարտություն, միշտ կշարունակենք կրկնել կեղծիքը։ Ով վերահսկում է ներկան, վերահսկում է նաև անցյալը։ Քիչ առաջ նայեցի մի դոկումենտալ ֆիլմ, իհարկե այդ ֆիլմը այն մասին էր, որ մենք բոլորս վերահսկվում ենք, սկսած փաստաթղթերից, վերջացրած ինտերնետային հաշվեհամարներով եւ սոցիալական կայքերով, եւ իմ մոտ մի միտք առաջացավ, օրինակ, այս վերջին դարում շատ ակտուալ էր այլմոլորակայինների թեման, որ իրենք գոյություն ունեն, անգամ Discovery-ն մի քանի տասնյակ ֆիլմեր ունի այդ մասին, այսինքն պետական մակարդակով տարածվում էր այդ անհեթեթությունը, ինչի համար էր դաղարվում։ Իմիջայլոց համ ասում էին, որ կան այլմոլորակայիններ, համ էլ ժխտում էին, որ իբր թե պետությունները դեմ են, որ այդ ինֆորմացիան տարածվի, այսինքն ինչա կատարվում։ Այս ինֆորմացիան տարածողների նպատակը հետևյալն է՝ մարդկությանը հուզող իրական հարցերը շեղել նմանատիպ անհեթեթ պատմություններ հորինելով։ Այսինքն, որ երեկոյան աշխատանքից հոգնած վերադարձած մարդը միացնի հեռուստացույցը եւ նայի անհեթեթություն, որ իր միտքը հանկարծ չզարգանա, հանկարծ չսկսի մտածել, թե ինչի է ինքը աշխատում օրինակի համար հանքում, այլ ոչ թե ապրում այնպես, ինչպես ինքն է ուզում։ Սա մարդկության դեմ դավադրություններից մեկն է ընդհանրապես։ Հորինվում է ինչ-որ կեղծիք, ինչ-որ պատմություն, դա հեղինակություն է տրվում այդ կեղծիքին, հեղինակավոր դեմքեր են սկսում տարածել, եւ այդ տարածված կեղծիքը դառնում է պատմական փաստ։ Իսկ այն մարդը, ով իրականությունն է տեսնում ու համարվում է ոչ adekvat, եւ եթե այդպես շարունակի կհայտնվի այնտեղ, որտեղ ոչ մեկի կարծիքը հաշվի չեն առնում։ Վաղուց ինչ այս ձևաչափով տեսահոլովակ չէի նկարել, ինձ թվում է, որ պետք է, դեռևս պետք է, որ ես խոսեմ։